Աստանայում կկայանա ԵԱՏՄ նիստը, որին Հայաստանը կներկայացնի ոչ թե վարչապետն, այլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ այնտեղ կքննարկվի Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ում, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կարող է ընդունել միայն Հայաստանը։ Ինչ է սպասվում Աստանայում եւ Աստանայից հետո։ Կարծում եմ Աստանայում եւս մեկ անգամ Հայաստանին ասելու են, որ անընդունելի է այս վարկագիծը, երբ որ Հայաստանի ղեկավարությունը բանակցում է Ռուսաստանի հետ, ինչ-որ մի բաների մասին պայմանավորվում են, իսկ հետո հետ են կանգնում այդ պայմանավորվածություններից։ Օրինակ, այդ մասին մի քանի անգամ ասել են Ռուսաստանի ներկայացուցիչները, ԱԳՆ-ի ներկայացուցիչները, կառավարության ներկայացուցիչները։ Սա լուրջ խնդիր է, որովհետև երբ որ Հայաստանը փորձում է օգտվել բոլոր այն հնարավորություններից, որը տալիս է ԵԱՏՄ-ն, բայց միաժամանակ իրականացնում է այսպես կոչված ռազմավարական շրջադարձի քաղաքականությունը, սա իհարկե չի կարող բավարարի նույն Մոսկվային, այսինքն փաստացի ստացվում է, որ օգտվելով Մոսկվայի ռեսուրսներից, Ռուսաստանի ռեսուրսներից, Ռուսաստանի շուկայից, Հայաստանը փափկացնում է այդ շրջադարձի բոլոր խնդիրները, որոնք առաջանալու են։ Իսկ կտրուկ շրջադարձներ կլինեն։ Ինքը արդեն իրականանում, ինքը կտրուկ չի, բայց արդեն իրականանում այդ շրջադարձը, խոսքը դրա մասն է, որ մենք կարող ենք տեսնել, որ 2018 թվականից ինչքանով է նվազել Ռուսաստանի ներկայացությունը Հայաստանում, սա եւ ռազմական առումով, եւ տնտեսական առումով, եւ քաղաքական, մենք տեսնում ենք, որ Հայաստանը իրականացնում է մի քաղաքականություն, որտեղ որ ընդունում են եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որտեղ որ Վլադիմիր Զելենսկին կոշտակա ռուսական ելույթներով է հանդես գալիս եւ Հայաստանի կողմից որևէ արձագանք չկա այդ ելույթներին, իսկ որպես դաշնակից Հայաստանի ներկայացուցիչները պարտավոր էին արձագանքել։ Եվ այս ամենը, եթե մենք հաշվի ենք առնում, եթե հաշվի ենք առնում նաև այն, որ գրեթե ամեն օր Հայաստանի կառավարությունը մեղադրում է Ռուսաստանին հիբրիդային պատերազմում, բոլոր քաղաքական հակառակորդներին համարում է ԿԳԲ-ի ագենտ, օտարերկրագործակալ եւ այլն, այս ամենը իհարկե խոսում է այն մասին, որ նախապատրաստվեց այդ դաշտը, որ ինչ որ պահից այդ շրջադարձը շատ ավելի կոշտ լինի։ Տեսեք, մի կողմից գործակալների եւ լրտեսների մասին խոսակցություններ են, մենք տեսանք Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, զուգահեռ Փաշինյանը հայտարարում է, Ռուսաստանը գերտերություն է եւ նրան պետք է ակնածանքով վերաբերվել։ Նաեւ շեշտում է Պուտինի հետ ընկերական հարաբերությունների մասին։ Այս ամենն ինչի մասին է վկայում։ Իհարկե, եթե նույն օրը հայտարարում ես, որ շատ լավ հարաբերություններ ունես ինչ-որ մի երկրի հետ եւ նույն օրերին ձերբակալում ես քաղաքական հակառակորդներին մեղադրելով, որոնք այդ երկրի ուրեմն հետախուզության հետ են աշխատում եւ ընդհանրապես բոլոր քաղաքական հակառակորդներին փորձում ես ներկայացնել այդ երկրի ագենտներ, ապա իհարկե այստեղ շատ լուրջ դիսոնանս առաջանում։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ այս ընտրությունները չունեն աշխարհակաղակական այսպես ենթատեքստ։ Ձեր կարծիքն այս առումով ո՞րն է, այս ընտրությունները արդյոք այն Պուտինի ասած հանրակրվեն են, թե ոչ ուղիղ թեպետ, բայց այնուամենայնիվ ինքը ունի իհարկե այդ ենթատեքստը, որովհետև ընդհանրապես Փաշինյանի կառավարությունը որ ստեղծվեց 18 թվականին, ինքը այն ժամանակ էլ էին պնդում, որ սա ուղղակի Հայաստանի ներքին հարցերն են եւ որևէ ուրիշ ենթատեքստ չունեն, բայց դա ի սկզբանե այդպես չէր եւ այս բանը էլ այդպես չի։ Եթե Փաշինյանը չունենար դրսի սատարումը, դրսի ուժերի սատարումը, ապա ինքը իշխանության չէր լինի։ Ինքը ոչ կգար իշխանության, ոչ կմնար իշխանության։ Եվ այն ինչ որ նա բառացի ասում է, որ իրեն սատարում են Ադրբեջանը եւ Թուրքիան։ Բարձ բանալով է նա ներկայացնում, ասում է, եթե ես չլինեմ Հայաստանի ղեկին, կլինի պատերազմ Ադրբեջանի հետ։ Եվ դրանից հետո ասել, որ սա այս ընտրությունները մենակ Հայաստանի ներքին գործերի մասին է, ներքին հարցերի մասին է, իհարկե չեն կարող։ Քիչ առաջ իմացանք, որ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
Առանձնապես մանրամասներ չներկայացրեց այցի հետ կապված, ինչ է կարծում, ինչ նպատակ ունի այդ այցը։ Կարծում եմ քննարկվելու է նախ թրիպը, սահմանների բացումը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ հենց նույն ամենաառաջին Արմենիայի հետ հարաբերությունները։ Իսկ Փաշինյանի համար սա իհարկե մեծ սատարում է ընտրություններից առաջ այսպեսի այց ունենալ եւ սա իհարկե օգտագործվելու քարոզության նպատակներով։